Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր սերտողությունը եւ այսօր ասել ենք առաջի թագավորած 23 եւ 24-րդ գլուխները։ 23-րդ գլխում Աստված առաջնորդում է Դավիթին։ Դավիթը լսում է, որ փշտացիները հարձակվել են Կեիլա քաղաքի վրա։ Նա անմիջապես չի շտապում պատերազմի։ Նախ հարցնում է Տիրոջ. գնամ, պատերազմեմ, հարվածեմ փշտացիներին, եւ Տերը պատասխանում է. գնա, եւ Դավիթը գնում է եւ հաղթում թշնամուն ու փրկում քաղաքը։ Սակայն կարճ ժամանակ հետո Դավիթին ասում են, որ հենց այն մարդիկ, որոնց նա փրկել է, պատրաստ են իրեն մատնելու Սավողի ձեռքը։ Դավիթը կրկին հարցնում է Տիրոջը եւ Տերը նրան նախազգուշացնում է, որ մի գնա։ Նա հեռանում է եւ այդպես Աստված պահպանում է նրան։ Այս գլխում նաեւ Հովնաթանը գտնում է Դավիթին եւ ասում. մի վախեցիր, որովհետև իմ հայրը Սավողի ձեռքը քեզ չի հասնի։ Նա զորացնում է Դավիթին Աստծո մեջ։ Դավիթը յուրաքանչյուր կարևոր որոշումից առաջ փնտրում էր Աստծո կամքը։ Հիսուս Քրիստոսը նույնպես երբեք չէր գործում հոր կամքից անկախ։ Նա ասում է. ես ինձանից ոչինչ չեմ կարող անել։ Ես չեմ փնտրում իմ կամքը, այլ ինձ ուղարկողի կամքը։ Հովանու ավետարան 5:30-ն է ասում։ Հովնաթանի հավատարմությունը նույնպես հիշեցնում է Քրիստոսին։ Ինչպես Հովնաթանը զորացրեց Դավիթին դժվարության ժամանակ, այնպես էլ Հիսուսը զորացնում է մեզ, երբ անցնում ենք փորձությունների միջով։ Նա երբեք չի լքում իր զավակներին։ 24-րդ գլուխը թագավորած առաջի Սավուղը շարունակում է հետապնդել Դավիթին։ Մի օր նա մտնում է այն քարանձավը, որտեղ որ Դավիթը եւ իր հետի մարդիկ թաքնված էին։ Եվ Դավիթի մարդիկ ասում են. ահա այն օրը, որի մասին Տերը խոսեց քեզ հետ։ Բայց Դավիթը չի սպանում Սավուղին, սիրելիներ։ Նա միայն կտրում է նրա զգեստի վերարկուի ծայրը, նույնիսկ այդ քայլից հետո Դավիթի խիղճը տանջում է իրեն։ Նա ասում է. հեռու լինի ինձանից Տիրոջ առաջ, որ ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Դավիթը վստահում է, որ Աստված ինքն է դատելու արդարությամբ։ Նա ընտրում է ողորմությունը վրեժխնդրության փոխարեն։ Ինչ սքանչելի պատմություն սիրելիներ, այս գլուխը Դավիթի հատկապես գեղեցիկ կերպով նախապատկերումն է Հիսուս Քրիստոսի։ Դավիթը կարող էր սպանել իր թշնամուն, բայց ընտրեց ներել եւ խնայել նրան։ Միթե Տեր Հիսուսը նույնպես չվարվեց։ Ամբողջ իշխանությունը ուներ Հիսուսը դատելու իր թշնամիներին, սակայն նա ընտրեց ողորմությունը։ Եվ խաչի վրա նա աղոթեց ասելով, որ հայր ներիր սրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ անեմ։ Ղուկասի 23-րդ գլխում է ասում, եթե չեմ սխալվում 34 խոսքը։ Դավիթը իր դատը հանձնեց Աստծուն։ Հիսուսն էլ իրեն հանձնեց արդար դատավորին։ Ինչպես գրում է Պետրոս առաքյալը առաջի Պետրոս 2-րդ գլխի 23 խոսքում, երբ չարչարվում էր, չէր սպառնում, այլ իր դատը հանձնում էր արդար դատավորին։ Սա մեզ սովորեցնում է, որ իրական հաղթանակը միշտ չէ, որ թշնամուն հաղթելն է։ Շատ հաճախ իրական հաղթանակը սեփական սիրտը, եսը, էգոն հաղթելն է։ Սիրելիներ, այս գլուխները մեզ երկու կարևոր դաս են տալիս։ Առաջին է, յուրաքանչյուր կարևոր որոշումից առաջ ինչ պետք է անենք, փնտրենք Աստծո կամքը, ինչպես որ Դավիթն էր փնտրում։ Աղոթքով սկսված ճանապարհը շատ ավելի ապահով է, քան սեփական իմաստությամբ ընտրված ճանապարհը։ Երկրորդը, սիրելիներ, մի փորձեք ինքներդ վրեժ լուծել։ Եթե ձեզ վիրավորել են, խաբել են կամ անարդար են վարվել ձեզ հետ, հիշեք, որ Աստված արդար դատավոր է։ Թող Հիսուսի ողորմությունն ու ներողամտությունը բնակվի մեր սրտերում։ Ամեն։
Այսինքն եթե օրտնվեցիք այս ուսուցումից, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես օրտնվեն եւ մեկնաբանություններում գրեք թե դուք ինչպես տեսաք Հիսուսին տվյալ գլուխներում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում Աստված օրհնի քեզ եւ քո տունը։ Ամեն։